Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ, իհարկե, պատժի խստացումը միայն չի կարող լուծել բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր ունենք, եւ նաեւ պետք է գնանք մի շարք այլ ճանապարհներ, որով արդեն իսկ գնում ենք եւ շարունակելու ենք գնալ, մասնավորապես արգելի գործընկերներ։ Մասնավորապես պատժի եւ հանցագործությունների կանխարգելման համար պրակտիկայում երկու սկզբունք կա։ Առաջինը դա պատժի անխուսափելիությունն է, որպեսզի պատիժը լինի անխուսափելի, եւ երկրորդը դա պատժի խստությունն է։ Մենք պետք է երկու ճանապարհներով էլ գնանք, այնպես անենք, որպեսզի պատիժը լինի անխուսափելի, այսինքն հնարավոր է շատ լինի բացահայտման դեպքերը, եւ բացահայտվելուց հետո քաղաքացին հանցագործություն կատարած քաղաքացին ապացուցվի, որ կատարել է հանցագործությունը եւ կրի իր պատիժը, եւ երկրորդ, պատիժը պետք է լինի խիստ հնարավորինս, որպեսզի մենք կանխենք այն աճը, որ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես նաև Հայաստանի Հանրապետությունում ունենք։ Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները։ Սա 2018 թվականից 2023 թվականների ընթացքում աճի ծավալներն են։ Տեսնում ենք, որ 5 տարվա ընթացքում բազմապատիկ աճել է ապօրինի շրջանառության ծավալները թմրամիջոցների եւ սրա նպատակներից մեկը այս խնդրի լուծման եւ միջոցներից մեկը պատժի խստությունն է եւ դա անհերքելի է որ պատժի խստությունը ունենում է կանխարգելիչ նշանակություն եւ եթե օրինակ տարիներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մարդկանց համար հնարավոր է սա այդքան էլ կանխարգելիչ նշանակություն չունենա, բայց մեր երիտասարդների շարժանում ովքեր նոր են մտնում այս հանցավոր սխեմաների մեջ եւ դրանց համար հետաքրքիր է լինում ապօրինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելը, քանի որ կարողանում են հնարավորություն ունեն մեծ գումարներ վաստակել եւ պատիժը նախատեսվում է օրինակ մինչեւ 6 տարի ազատազրկում, դրանց համար կարող լինի նախընտրելի Դրանք մի քանի անգամ եւ այսօր էլ նախընտրելի է, դրանք մի քանի անգամ զբաղվում են ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ, պատրաստվելով, ներմուծելով, առաքելով, վաճառելով, գովազդելով եւ մեծ գումարներ են աշխատում եւ հայտնաբերվելու դեպքում մի մասը տնային կալանքի մեջ է գտնվում եւ իր բաժի մի մասը անցկացնում է տնային կալանքում։ Ինչպես ներքին գործերի նախկին նախարար Վայ Ղազարյանը հայտարարեց, ունեցել ենք դեպքեր, Եվ քաղաքացին գտնվելով տնային կալանքի մեջ, ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար գտնվել է տնային կալանքում գտնված ժամանակ նույնպես զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ շարունակել իր հանցավոր գործունեությունը։ Այսինքն մենք պատիժները պետք է խստացնենք, որպեսզի նա հասկանա, որ ոչ թե իմը մինչև 3-ից 6 տարի է, ես մեծ հավանականությամբ չեմ բռնվի, բռնվելու դեպքում էլ տանելի պատիժ է, ես կարող օրինակ 3-ից 6 տարի մի մասը նաև տնային կալանքով պատիժը կրեմ, բայց դրա փոխարեն մեծ գումարներ կաշխատեմ, այս դեպքում ինքը արդեն պետք է հասկանա, որ իր պատիժը լինելու է 14 տարի, 15 տարի, 20 տարի, մեծ եւ իր կյանքը կործանվելու է եւ սրանով մենք երիտասարդներին, ովքեր նոր մտնում են այս հանցավոր արարքի մեջ, հետ ենք պահելու, որպեսզի նրանց համար պակաս գայթակղիչ լինի եւ պետությունը իր կամքը արտահայտի եւ ազգային ժողովը իր կամքը արտահայտի քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածները խստացվեն եւ հասցվեն զարգացած երկրների, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի Միացյալ Թագավորությունների պատիժների չափերին։